Ես որպես ուրոլոգ չեմ ուզում մեղադրեմ իմ ուսուցիչներին, բայց Հայաստանի բժշկության մեջ վիրահատող բժիշկները, տարիքով բժիշկները իրենց շատ դժվար են տվել այդ գործողությունը, որ անեն։ Իրանց ֆինանսը ձևավորվում է, իրենք ինչքան վիրահատություն կանեն, այդքան գումար կստանան։ Եվ երբ որ որևիցե վիրահատող բժիշկ սովորացնի իրանից ցածր ուսանողի կամ չգիտեմ առաջի ասիստենտ, որը որ արդեն բժիշկ է, հաջորդ վիրահատությունը երբ որ ինքը գնա անելու իր փողը կպակասի։ Բայց Գերմանիայում համակարգը ուրիշ է, երբ որ դու արդեն կարողանում ես վիրահատել, դու դառնում ես սովորացնող բժիշկ։ Երբ որ դու սովորացնող բժիշկ ես, դու ավելի շատ ես վարձատրվում, քան վիրահատող բժիշկը։ Երկար տարիներ մեզ ասում էին դուք պրոֆեսորի գործ եք նայում, դուք պետք է հələ ուրախ լինեք, որ մենք թողում ենք մտնեք վիրահատարան։ Իսկ այնտեղ երբ որ դու պրոֆեսորի հետ մտնում ես, ասում եմ՝ «Խի ես կանգնել, լվացվի մտի»։ Խի չես վերցնում այդ գործողությունը անես, վերցրու արա։ Ասում եմ ես ոնց սենց հեշտ, բայց գիտեմ դիլը երկար տարիներ նայեմ նոր դուք ինձ տա գործ անել։ Դա բերում է նրան, որ մարդիկ սկսում են սովորել։ Երբ էլ ճիր արտադրողը 100 ընտանիքի ճիր արտադրել սովորացնի, ինքը ոչ մի ճիր չարտադրի, երբ որ ինքը արդեն գտել է լավագույն ճիր, ինքը գիտնական է, ինքը էլ այդ իր ճիրը չպետք է ինքը սարքի ծախի։ Ինքը պետք է սովորացնի այլ մարդկանց, որ այդ ճիրը սարքեն ամբողջ աշխարհով վաճառեն։ Երկու կարևոր խնդիր կա այստեղ։ Առաջինն է, որ մենք իրար մրցակցային հայացքով ենք նայում։ Եվ այն լարվածությունը, որի մասին դուք ասացիք, նաև դրա մասին է, որ մենք մեկս մյուսի մեջ անընդհատ մրցակից ենք տեսնում եւ երկրորդը անընդհատ սովորելու խոհեմությունն էլ մենք չունենք։ Բացի այն, որ պիտի մարդիկ ուզենան իրենց փորձը փոխանակել եւ ուզենան, որ իրենց աշակերտը իրենցից լավը դառնա, նաեւ պիտի աշակերտելու ցանկությունը լինի։ Այդ մեծամտությունը, որի մասին մենք խոսեցինք, մեզ խանգարում է ավելին սովորելու։ Մենք ցանկացած փուլում որոշում ենք, որ մենք արդեն լավն ենք, մենք էլ բան չունենք սովորելու։